հասկանում էի, որ մենք անընդհատ մարդկանց առաջարկում ենք օգնություն, մենք առաջարկում ենք սնունդ, հագուստ եւ այլն, բայց առաջին հերթին նրանց ակտիվացման եւ կենսունակության ուղղությամբ ինչ-որ քայլեր չեն կատարում։ Եվ տարբեր բուհերում դասախոսությունների ընթացքում ներկայացնում է սոցիալական ձեռնարկատիրության երևույթը։ Եվ շատ հետաքրքիր մի պահի որոշեցի հասկացա, որ պետքա լեսարանից դուրս գա այն գիտելիքը ու այն փորձը, որ կա եւ պետք է ստեղծվի մի կառույց հարթակ եւ ինձ շատ աջակցել են փորձագետները, որի համար շատ շնորհակալ եմ։ Եվ մենք բոլորս համախմբվելով ստեղծեցինք մի կառույց, որի անունը Սոցիալական ձեռնարկատիրությունների դպրոց, հետագայում նաեւ միջազգային ակադեմիա։ Մենք 7 տարի շուկայում միակ կառույցն ենք, որ ներկայացնում ենք համապարփակ կրթություն այս ուղղությամբ, եւ սոցիալական ձեռնարկատիրությունը ինքը շատ հետաքրքիր մի, այսպես ասած, կարևոր ուղղություն է, որ տարբեր երկրներ որդեգրելով, ասեմ թե ինտեգրելով, իրենց պետություններում եւ ադապտացնելով նպաստել են բարեկեցության մակարդակի բարձրացման։ Այսինքն նա մի մեխանիզմի մոդել է, որը առաջին հերթին լուծում է առաջնային սոցիալական խնդիրները։ Դա կլինի համայնքում, դա կլինի կոնկրետ կյանքի դժվար իրավիճակում գտնվող անձանց կյանքում, եւ ամենակարևորը դա մի ուղղություն է, որի արդյունքում տվյալ խնդիր կրողները դառնում են ակտիվ, ունենում են եկամուտ, շահույթ եւ սոցիալական ձեռնարկատիրություն ինքը շահույթ հետապնդող կազմակերպություն է եւ ինչպես բոլոր ձեռնարկատիրությունները։ Շատ կարեւոր է, շատ կարեւոր է Հայաստանում այս երևույթի զարգացումը եւ համապետական մոտեցման մշակումը, երբ որ պատերազմից առաջ էինք ասում եւ տարածում էինք, դա կարծես թե մարդկանց մոտ սա ինչ է եւ այլն, բայց պատերազմից հետո արդեն են որ ասում են օրհասական քայլ պետք է կատարվի այս ուղղությամբ։ Ինչու զարգանա, որովհետև մեր օրինակները, որոնց մասիվ հաջորդիվ մենք խոսանք, ապացուցել են, որ այո, դա մի հնարավորություն է այն անհատականությունների համար, որոնք ունեն շատ գումարներ, որ կարողանան ավելի կարճ ժամանակում մեծ ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման։ Դա ապացուցել է, որ եթե մարդը կյանքի դժվար իրավիճակում է, չունի ռեսուրս, ընտանեկան նպաստի համակարգում է, տարեց է, հաշմանդամություն ունեցող անհատականություն է, երիտասարդ է, որի կայացման խնդիր ունի եւ այլն, դա օգնում է նրան ինքնակազմակերպվել առաջին հերթին, ստեղծել մի կառույց, որտեղ ինքը կարողանում է ապահով լինել, որ ունի եկամուտ, ինչու՞ չէ նաև հավելյալ կամ հենց այդ դրանով է ապրում, եւ ամենակարևորը ինչն է գրավում հայ հասարակությունում, չեմ ասում այլ երկրներ, որտեղ այսօր միայն Հայաստանի մեր փորձառության մասին ենք խոսելու, ինքը գրավում է նրանով, որ մարդը կարողանում է իր նմանին կամ եթե իր նման չէ, ապա իր կողմից ընտրված կոնկրետ համայնքը կամ կոնկրետ խմբի կյանքում դրական փոփոխություններ բերել։ Գիտեք, մարդը իրեն միայն լավ չի զգում գումար աշխատելով, մարդը լավ է զգում, երբ որ այդ գումարը երջանկացնում է կամ որոշակի մարդկանց կյանքում նույնպես փոփոխություններ է բերում։ Կարող ենք առանձնացնել ոլորտներ, որոնք հրապուրիչ, գրավիչ են սոցիալական ձեռնարկատիրության տեսակետից եւ հաշվի առնելով, որ ընդունված տեսակետը քաղաքում գործ շատ կա, աշխատանք կա եւ հետեւաբար մարզերում է, որ սոցիալական ձեռնարկատիրությունը հիմքեր ունի զարգանալու, եկեք թվարկենք այդ ոլորտները նաեւ, շահեկան, որ մարդիկ, որ մեզ լսում են, հիմա տարիքային խմբին կարողանան օգտվել դրանից։ Տեսեք, քանի որ ոչ միայն մեր երկիրը, այլ ամբողջ աշխարհում կա այս խնդիրը, որի հետ պայքարում են, ուրբանիզացիան է, այսինքն բոլորս մտածում ենք, որ լավ երիտասարդը, լավ տարեցը, չգիտեմ, ապահով, գլամուրային, չգիտեմ, ինչ բառեր ասեմ, պետք է ապրի Երևան քաղաքի կենտրոնում, պետք է այցելի եւ այլն, այսինքն այս խնդիրը, որ այսօր ծառացած է մեր առջև, դա տարիների ընթացքում բոլոր մասնագետներին հուզել է ու տարբեր երկրների սոցիալական ձեռնարկատիրությունը ոչ թե պետք չի Երևանում լինի, այլ քանի որ մենք այդ խնդիրը ունենք, որպեսզի մենք հարթենք ու համաչափ համայնքային զարգացում ենք ասում, իսկ սոցիալական ձեռնարկատիրության կարևոր ուղղություններից մեկն է համայնքի զարգացումը, մենք ասում ենք գնանք մարզերում սովորեցնենք այդ տարբեր տարիքային սերնդի մարդկանց, իրենք իրենց բնակավայրը նախ առաջին հերթին սիրեն, իրենք հասկանան ով է համայնքապետը, համայնքի կառույցը, իրենք ով են որպես համայնքի բնակիչ, որ առաջին հերթին իրենք են պատասխանատու, որ
որ իրենք կարող են իրենց համայնքային ռեսուրսները ճիշտ քարտեզագրելու, ճիշտ ինքնակազմակերպվելու դեպքում շատ հետաքրքիր զարգացումներ ապավեն հենց իրենց բնակավայրում եւ ինչու՞ չէ բոլորին տանել իրենց համայնք, ուրիշ երկրներից եւ այլն եւ զարգացումներ բերել, նոր ռեսուրսներ ներգրավել համայնք։ Այս տեսանկյունից սոցիալական ձեռնարկատիրությունը այսօր մենք դիրքավորվել ենք, որ պետք է մարզերում համայնքների հետ աշխատանքներ կատարենք։ Շատ բարդ է, բայց փորձում ենք կատարել։ Ինչ վերաբերում է, որ ոլորտներում կարող են սոցիալական ձեռնարկություններ հիմնվել, մենք բոլոր ոլորտներում կարող ենք լինել, սկսած կրթությունից, առողջապահությունից, բոլոր ոլորտներում բնապահպանական, ինչու որտեղ սոցիալական ձեռնարկությունը պետք է ունենա դրական ազդեցություններ բնապահպանական ոլորտում, կրթական ոլորտում, առողջապահական ոլորտում եւ, բայց մենք չենք կարող լինել այն ոլորտներում, որտեղ իրականացվում է հանքարդյունաբերություն, զենքի արտադրություն, ծխախոտ, այսինքն այն ոլորտները, որտեղ կարող ենք արտադրել որևէ ապրանք կամ կազմակերպել ծառայություն, որը վնասում է մարդու առողջությանը եւ բնությանը, մենք չենք կարող, գեյմինգը, մենք էկո մտածողություն ենք տարածում, բայց դա չի վնասում, որ օրինակ եթե կան ավանդական ձեռներեցներ դաշտում, ասենք, որոնք շատ խոշոր ընկերություններ են, մենք մեր օրինակներով համագործակցենք եւ իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, օրինակ իրենք ունեն գումար հատկացված, փոխանցեն սոցիալական ձեռնարկությունների, որոնք օգուտ են տալիս, ասենք, չգիտեմ, տարբեր համայնքներում որոշակի process-ների կազմակերպման։ Իսկ այստեղ համագործակցության, փոխգործակցության տեսանկյունից խնդիր չենք տեսնում, բայց սոցիալական ձեռնարկություններ հետեւապես այդ ոլորտներում չեն կարող ստեղծվել։ Եվ ընդհանրապես աշխարհում ինչպես է, հա, սոցիալական ձեռնարկատիրությունը դիրքավորված։ Նա իմաստով ձեռնարկություն է շատ անգամ ասում ենք ավելին է, քան ձեռնարկատիրական process-ների կազմակերպումը եւ ամենակարևորը նա տարածում է էկո մտածողություն եւ համախմբվածություն եւ համերաշխություն։ Հրաշալի։ Անդրադառնալով մեր տարիքային խմբին 60+ տարիքի անձանց, մենք շատ ենք հանդիպում, շատ ենք աշխատում, երկրաշնչառության շրջանակում գրում են իրենք բոլոր սոցիալական հարթակներով ինձ։ Հիմնական բանը, որի կարիք ունեն, զբաղվածությունն է։ Այո։ Շատ կարող ուժ են, մեծ ներուժ ունեն։ Ինչ կարող ենք առաջարկել այս մարդկանց, որտեղ գտնեն իրենց զբաղվածությունը, իրենք խմբերով համախմբվեն, դիմեն ինչ որ ոլորտում կան դրամաշնորհներ, ինչ անեն մարդիկ, որ ինձ ասում են գործ լիներ աշխատենք, որտեղ իրենց գումարը պետք թոշակը բավարար չէ, բայց նաև ուժեր ունեն իրենք, որ կարող են շատ հետաքրքիր բան եք ասում, բայց մինչև գամ այդտեղ հասնեմ, մի հետաքրքիր բանի մասին խոսեմ, որ 7 տարիների ընթացքում նո առաջին 3 տարիները, երբ որ ասում ենք հենց սոցիալական ձեռնարկատիրությունը տարիք չի ճանաչում, մեզ ասում էին դե այդպես է, գիտեք, ձեռնարկատիրություն, ոնց դուք ձեր հաճախորդների սեգմենտը չգիտեք, ձեր թիրախային խումբը հստակ չգիտեք, ասում ենք մենք գիտենք, բայց մեր մոտ կարող են սովորել 60+ տարիքի մարդիկ եւ հենց իրենք ովքեր մեր դպրոց էին դիմում, ինձ ասում են դպրոց անունը փոխեք, դրա մասին էլի եթերում ասել եմ, ասում են ոնց որ ասում ենք դպրոց են գնում, բայց ես էլ բացատրում եմ, որ ու ինչու չէին դիմում շատ տարեց մարդիկ, հա, մեր դպրոց, մտածելով, որ դա դպրոցը մենակ հանրակրթական կարող է լինել, հա, ձեռնարկատիրական դպրոց չի լինի,